Թբիլիսիում քաղաքական գնահատականների առարկա է BBC-ի մեկ այլ լրագրողական հետաքննություն։ Գործը վերաբերում է BBC-ի հետաքննական ֆիլմին, որում խոսվում է, որ վրացի ցուցարարների դեմ օգտագործվել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների քիմիական նյութ։ Լրատվամիջոցը որպես աղբյուրներ նշում է մանկաբույժ Կոնստանտինե Չախունաշվիլիին, հատուկ առաջադրանքների վարչության նախկին ղեկավար Լաշա Շերգելաշվիլիին և փորձագետ Կրիստոֆեր Հոշտելգեին։ BBC-ի տվյալներով Վրաստանի իշխանությունները հետաքննության արդյունքները անվանել են աբսուրդ և հայտարարել, որ ոստիկանությունը գործել է օրինական ի պատասխան դաժան հանցագործների անօրինական գործողությունների։ Միաժամանակ պետական անվտանգության ծառայությունում հետաքննություն է սկսվել BBC-ի կողմից հրապարակայնորեն տարածված հանցագործության մասին տեղեկատվության վերաբերյալ։ Հատուկ քննչական ծառայություն է կանչվել Կոնստանտինե Չախունաշվիլին հարցաքննության համար։ Ինչպես նշվում է հատուկ քննչական ծառայության հայտարարության մեջ, հետաքննության նպատակն է մանրամասն պարզել, թե ինչ տեղեկատվության վրա է հիմնված BBC-ի կողմից տարածված տեղեկատվությունը առհասարակ։ BBC-ի հոդվածի վերաբերյալ երեկ հրապարակվել է նախկին ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հայտարարությունը։ Նրա խոսքով այս նյութերը, որոնց մասին նրանք խոսում են, իրոք ձեռք են բերվել ներքին գործերի նախարարության կողմից և օգտագործվել են նրանց կողմից, բայց միայն մինչև 2012 թվականը։ Սև ծովի ստորջրյա մալուխի նախագիծը, որը պետք է միացնի Վրաստանի և Եվրոպայի էլեկտրաէներգետիկ համակարգերը, Եվրոպական հանձնաժողովի կողմից ստացել է փոխադարձ հետաքրքրության նախագծի կարգավիճակ։ Այս մասին ասվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված փաստաթղթում։ Այսօրվա որոշմամբ Եվրոպական հանձնաժողովը ընդհանուր հետաքրքրության նախագծերի և փոխադարձ հետաքրքրության նախագծերի կարգավիճակ է շնորհել ընդհանուր առմամբ 235 միջսահմանային էներգետիկ նախագծերի։ Ընտրված նախագծերը կկարողանան ստանալ Եվրամիության ֆինանսավորում և օգտվել արագացված թույլտվությունների և կարգավորող ընթացակարգերից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը և ժամանակին մատակարարմանը։ Ռուս զինվորական հրամանատարները նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են, որ ռուսական ուժերը գրավել են ուկրաինական առաջնագծում գտնվող Պոկրովսկի և Վովչանսկի քաղաքները։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովի խոսքով Վլադիմիր Պուտինը այցելել է Միացյալ ուժերի խմբի հրամանատարական կետ, որտեղ նրան տեղեկացրել են հետևյալի մասին։ Ուկրաինայի իշխանությունները չեն հաստատել այս տեղեկատվությունը։ Պաշտոնական Կիևի խոսքով ուկրաինական ուժերը դեռևս վերահսկում են Պոկրովսկիի մի մասը։ Այսօր ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը Սթիվ Վիտկովը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն հանդիպմանը հավանաբար կմասնակցի նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսան Ջարիդ Քուշները։ Սպիտակ տան խոսնակի խոսքով ԱՄՆ-ն լավատեսորեն է տրամադրված նախատեսված հանդիպման նկատմամբ։ Դրանից առաջ Ֆլորիդայում տեղի է ունեցել ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաների միջև երկօրյա բանակցություններ, որոնց ամերիկյան կողմից մասնակցել են նաև Վիտկոֆը և Քուշները։ Ուկրաինայի գերագույն հակակոռուպցիոն դատարանը Էներգոատոմում կոռուպցիայի գործի շրջանակներում գործարար Թիմուր Մինդիչի նկատմամբ նախնական կալանք է նշանակել հեռակա-կարգով։ Մեղադրյալը չի գտնվում Ուկրաինայում և քննչական մարմինը չի կարողացել կապ հաստատել կասկածյալի հետ։ Մեղադրողները հայտարարում են, որ Մինդիչի կալանքի համար խափանման միջոց նշանակելուց հետո գործը կարող է տեղափոխվել Ինտերպոլ։ Էմանուել Մակրոնը նշում է, որ Ուկրաինան կոռուպցիայի դեմ պայքարում սովորելու ոչինչ չունի Ֆրանսիայից։ Ֆրանսիայի նախագահը այս մասին ասել է իր Ուկրաինայի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով կոռուպցիայի դեմ պայքարի համապատասխան մարմինները կատարել են իրենց աշխատանքը և բոլորը պետք է մտահոգված լինեն, որ Ռուսաստանում կոռուպցիայի դեմ պայքար չկա։ Վոլոդիմիր Զելենսկին նշում է, որ վերջին շաբաթներին Ուկրաինայում անցկացված կոռուպցիոն սկանդալներն ու կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննությունները ազդում են խաղաղության բանակցությունների վրա։
Սպիտակ տան մամուլի քարտուղարը կրկնեց Դոնալդ Թրամփի այն դիրքորոշումը, որ կոռուպցիան երբեք օգտակար չէ։ Այնուամենայնիվ, Քերոլյան Սվիթը նշեց, որ ոչ մի իրադարձություն թույլ չի տա Ամերիկայի ջանքերը գործանել պատերազմը դադարեցնելու համար։ Նրա խոսքով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը շատ լավատեսորեն է տրամադրված համաձայնության հասնելու հեռանկարների նկատմամբ։ Խորհրդարանի խոսնակի պաշտոնական այցը Հունաստան շարունակվում է։ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հունաստանի խորհրդարանի ստորին պալատի խոսնակի հետ։ Կողմերը քննարկել են Վրաստանի եւ Հնդկաստանի միջև երկկողմ հարաբերությունները, առևտուրը, զբոսաշրջությունը եւ կրթությունը։ Համապատասխան հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ միջին միջանցքի աճող կարեւորությանը եւ դրա ներուժը ավելի լավ օգտագործելու համար համագործակցության անհրաժեշտությանը։ Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի ունեցավ Մտկվարի հիդրոէլեկտրակայանի գործով մանրամասն դատական նիստ, որը վերաբերում էր համաներդրումային հիմնադրամի նախկին ղեկավար Գյորգի Բաչիաշվիլիին, որտեղ հարցաքննվեց մեղադրական կողմից ներկայացված մեկ վկա։